Նրանք քայլում են դեպի անհայտություն, որպեսզի շփվելով հոգիների հետ տեսնեն օտարների ճակատագրերը։ Նրանք գերզգայուն մարդիկ են, ովքեր համախմբվելով նույն տաղավարում եւ մարտահրավեր նետելով իրենց ունակություններին, օգնում եւ շարունակելու են օգնել շատերին։ Այսօր բյուրո համար 6-ում աշխատելու են հայտնատես Էնա Գրիգորյանը, էզոթերիկ եւ հիրոմանտ Գուրգեն Հովանիսյանը, աստղաբան Լյուսիա Հակոբյանը եւ մոգ Հերբերտ Քյոսոյանը։ Նրանք իրենց ողջ ներուժը ներդնելու են, որպեսզի օգնեն այն մարդուն, ով այսօր դիմել են նրանց։ Ես Անահիտ Գևորգյանն եմ, ապրում եմ Նոր Քմարաշում, սա իմ աղջիկն է, ես ուզում եմ դուք ինձ ասեք, թե իր այդ ինչա կատարվում, ես ոչինչ չեմ ուզում ձեզ ասեմ։ Տիկին Անահիտ, կասեք ձեր աղջկա տվյալները մսատիկ տարեթի, որպես աստղաբան, պետք է նայեմ անպայման, նոր տեսնեմ ինչա կատարվում ձեր աղջկայիդ։ 78 թվական ապրիլի 14։ Մոտ այնպիսի տպավորվում է, որ ձեր աղջիկը գներեք բարձրաձայնելու համար կամ մահացել է, կամ եթե կենտրոնի այնքը շատ, չգիտեմ, հրաշքով ապրել է, ու այս մասին դեռ պետք է բացահայտվի։ Ու վստահ եմ, որ դուք թույլ կտաք, որպեսզի ես ձեր աղջկան մոտիկից տեսնեմ, ես ուզում եմ շփվել իր հետ։ Կարող եմ ձեր անպայման։ Շատ անպայման գալը անհրաժեշտ է, քանի որ հստակ երևում է ընդհատում, կյանքի ընդհատում եւ միգուցե դրանից հետո ինչ-որ նոր փուլի սկիզբ կամ ինչ-որ մի այլ ձև։ Եթե որևէ իր ունեք հիմա ձեզ մոտ, կարող եք ինձ տրամադրել, մինչ ձեր տուն գնալ հետո կվերադարձնեմ բնականաբար, եթե ինչ-որ իր կա ձեզ մոտ, ինչ չկա մոտս։ Կամ ականջով ես մնա։ Ինչ չի, կարող եք տալ որևէ բան, որը որ ձեզ մոտ է։ Ես ստեղ նայում եմ նկարներին, ես դեպի առումները գցեցի, իբր անմիջական ցուցատալի ինչ-որ սկզբից մահ ցույց տալի, հետո ցուցատալի կախած քարը, հետո ցուցատալի, որ վերածնունդ է եղել։ Այո, իսկապես եղել է այդպես։ Չվախենաք, խնդրում եմ, ես ոչ մի բան չեմ անում։ Ուղղակի ձեր էներգետիկ վարժանքը։ Շատ մեծ հավատում եք դիտիլանում, դուք ինքներդ շատ մեծ ֆիզիկային ինչ եք ապրում, շատ լավ խնդրում թուլացի, չքան դացավ ու տակված դիտի մեջ, տանը, ինչ լավ կդիտինք տանանունդ, կանենք, որպեսի ես լացի ձեր մեջից լավ դիտիլանում։ Ես ապրում եմ, որովհետև ոչ թե ֆիզիկական մարմինն է կարևոր, այլ հոգևորը։ Այս խոսքերը Հասմիկը արտաբերեց երկար ժամանակ խոսելու ունակությունից զրկված լինելուց անմիջապես հետո։ Ես բուսավար էի աշխատում, երջանիկ, շատ ակտիվ, սպորտով էի զբաղվում, սարեր էի բարձրանում։ Հասմիկը շատ անվախ էր, էքստրեմի սիրահար, անընդհատ սարերում էր, սպորտով էր զբաղվում, ոչ մի բանից չէր վախենում եւ անընդհատ մենք անհանգստանում ենք իր համար։ Էքստրեմալ ապրելակերպով ապրող այս աղջիկը, ով իր մեջ մի ամբողջ բնություն է կրում, երբեք չէր կարող պատկերացնել, որ կարող է հասնել մահվան սահմանագծի։ Զանգահարեցին ինձ եւ ասեցին, որ դեպք է պատահել, չեմ էլ հիշում, թե ոնց ես կենթանի մնացի։ Դժվար է շատ այդ մասին հիշելը, պատմելը։ Հասմիկը սիրում էր կյանքը եւ վայելում էր իրեն հասած կյանքի ամեն վայրկյանը։
Նա Հայաստանում հիմնեց զբոսավարության գրասենյակ եւ աշխատում էր զբոսաշրջիկների հետ։ Նա հրավեր ստացավ Ճապոնիա, մեկնեց Տոկիո, այնտեղ բավականին մեծ գումար վաստակեց։ Հետո եկավ հայրենիք, վաստակած գումարով մեքենա գնեց եւ այդ նույն մեքենայով 2009 թվականի փետրվարի 7-ին իր ամուսնու հետ ուղևորվեց իրենց ընկերների տուն հանգստյան օրը վայելելու։ Բայց արի ու տես, որ նրանց հանգիստը վերածվեց արհավիրքի, Հասմիկի եւ նրա ողջ ընտանիքի համար։ Երկար ժամանակ նա անգիտակից վիճակում էր, բժիշկները ոչ մի հույս չէին տալիս, որ ինքը կարող է ապրի։ 2 տարի ընդհանրապես հիշողություն չեմ ունեցել, այնուհետև բացահայտել եմ ինչ որ տանը, հետագայում պարզվեց դա իմ ծնողներիս տանը, այն ժամանակներս ծնողներիս չէի հիշում։ Այդ ամբողջ ընթացքում ինքը հիշողություն չուներ, չէր գիտակցում ինքը որտեղ է, իր հետ ինչ է կատարվում, չէր ճանաչում։ Ուղղակի շարժում էր, որոշակի շարժումների պրոցեսի մեջ էր, բայց ինքը համարյա թե գիտակցության տեղում չէր։ Այս կնոջ մեծ սերը կյանքի եւ հարազատների հանդեպ ստիպեց պայքարել եւ չգործել ամենասարսափելի։ Ժամանակ կար, երբ ես փայտիկով հենափայտայի հազիվ քայլում էի եւ խոսել չէի կարողանում եւ մտածում էի, որ ամբողջ կյանքս է այդպես լինելու, մտածում էի, որ ավելի լավ է ինքնասպան լինեմ։ Այս դժվար մարդկանց իմ սեփական ծնողներն չէի հիշում ընդհանրապես, ասում էի, թե այս մարդիկ ինչ տարապում են, ինձ անդադ հոգսեր ես դրանց պատճառով, ավելի լավ է ինքնասպան լինեմ։ Բայց հետո մտածի, լավ ինքնասպան լինեմ, այս մարդկանց երևի շատ ավելի մեծ ցավ կպատճառեմ, ավելի լավ է դե լավ ես տարապեմ, այս մարդկանց ցավ չպատճառեմ։ Հասմիկը տան անդամներից գաղտնի մեզ հետ կիսվեց եւ պատմեց, որ եթե չլիներ նա, ապա իրեն ոչ մի կերպ չէր հաջողվի իր մեջ ուժ գտնել պայքարել, հավատալ եւ ոտքի կանգնել։ Սեպտեմբերի 28-ն է, 3 Հասմիկը սկսեց քայլել։ Էկրանից այն կողմ հնչող տղամարդու ձայնը դա Հասմիկի ամուսնու ձայնն է։ Նա ավտովթարից հետո կնոջ ամբողջ խնամակալությունը վերցրեց իր վրա։ 2 տարի շարունակ ամբողջ վերականգնողական ընթացքն անցնելով կնոջ հետ միասին եւ տեսնելով, որ կինն անցել է ամենադժվարին ճանապարհը, պարզապես լքեց նրան։ Այժմ Հասմիկը ծնողների հետ ապրում է այս մեծ բնակարանում, ափսոսանքով եւ մեծ կարոտով հիշելով անցյալի խենթ ու խելագար օրերը։ Էքստրեմի մեծ սիրահար Հասմիկը հենց էքստրեմալ իրավիճակում էլ ծանոթացել էր ամուսնու հետ եւ հենց արագացի գլխին էլ նշել էին իրենց ամուսնության արարողությունը։ Հասմիկի մայրը վստահ է, որ դստեր հետ կատարվածը բոլորովին էլ պատահականություն չէ։ Մոտ 2 ամիս, երբ Հասմիկը դեռ կոմայի մեջ էր, Անահիտը անհավանական դեպքի հետ է առնչվում, որը նա չի կարողանում մոռանալ առ այսօր։ Օրերից մի օր, երբ դեռ ինքը կոմայի մեջ էր, ես տեսա իր մարմինը եւ մարմնից դուրս իր հոգին եւ այդ արանքում կարմիր էր։ Ես հասկացա, որ դա արյունն է, որ հավաքված է ու դա խանգարում է իր հոգին ներս մտնել իր մարմնի մեջ։ Հասմիկի մայրը հավատացյալ կին է։ Նա հավատում է հոգու գոյությանը եւ վստահ է, որ իր աղջկա հետ տեղի ունեցածը պատահականություն չէ։ Նա 2 երկար ամիսներ աղջկա անկողնու վերևում տեսել է Հասմիկի ուրվագծվող հոգին, հասկացել է, որ պետք է օգնի դստերը, որպեսզի հոգին կրկին վերագտնի մարմինը։ Ու հասկացա, որ ժամանակա պետք ուղղակի, այդ հավատը շատ բան տվեց ինձ։ Անահիտը հավատում է էքստասենսների ուժին, նա բազում անպատասխան հարցեր ունի։ Ես կուզենայի դուք օգնեիք, ես հասկանայի, ինչ որ մեղք ենք գործել գուցե կամ սխալներ են գործել կամ ինչ որ անցյալի սխալների հետևանքա դա հասկանայի, թե ինչն էր պատճառը եւ դեպի ուր է գնում Հասմիկի ապագան։ Անահիտը վստահեց բյուրովեցի էքստրասենսներին։ Նա համոզված է, որ իր տան անդորը եւ իրենց կյանքի ոչ բնականon ընթացքին խոչընդոտում են առեղծվածային երևույթները։ Ինչ-որ բան կա, էլի, ինչ-որ մի բան կա։ Այնքան դժվարությամբ է մի բանը կատարվում։ Շատ մեծ դժվարությամբ, հասարակ բան է։ Կողքինդ նայում ես գործընկեր հետ նեսում, ես ասենք այդ ոնց որ իր համար խոսալով այդ գործը լինում է, մի հարցը լինում է։ Մեզ մոտ սարսափելի մեծ ներուժ է պետք, մեծ էներգիա պետք իրարես, որ ինչ-որ մի փոքրիկ բանի
մի սովորական բան անելու համար էլի։ Թեկուս ոնց ասեմ դուրս արկել կամ տունը մի թեթև վերանորոգել կամ ամեն ինչը պրոբլեմա առաջացնում։ Այս ընտանիքը շատ է դիմել էքստրասենսների օգնությանը, սակայն իրենց հարցերի պատասխանները մինչև հիմա չեն ստացել։ Նա վստահ է, որ այսօր ամեն ինչ փոխվելու է։ թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցած Չարաբաստիկ ավտովթարը գլխի վայր շրջեց 29 տարեկան հաջողակ գեղեցիկ առօրյայով լեցուն Հասմիկի երիտասարդ կյանքը։ Երկար տարիների ապաքինման փուլ անցնելուց հետո նա այսօր քայլում է, սակայն նրան լքեց սիրելի ամուսինը։ Նա կորցրեց աշխատանքը։ Այսօր նա միայնակ ապրում է ծնողների հետ։ Հասմիկի մայրը վստահ է, որ աղջկա հետ տեղի ունեցածը պատահականություն չէ, քանի որ Անահիտ այդ Չարաբաստիկ օրվա նախօրեին երազ էր տեսել։ Նախորդ գիշերը ես երազում տեսել էի բարձունքում կանգնած մի հատ կին, որը շատ բարձր ձայնով անիծում էր։ Ասեցի, վայ ամոթ այն բարձր սենց խոսում, մենք խայտառակ եղանք, ես ոնց է այս կինը սենց բարձր ձայնով սենց անպետք բան էր խոսում։ Այդ օրը տենց պարզվեց, որ այո, անեծքը վերցրել եմ իմ վրա։ Ինչքանով կապ ունի Անահիտի երազը իր դստեր ավտովթարի հետ եւ արդյոք ավտովթարը ի վերուստ ազդանշան է ինչ-որ բանի կամ հետևանք սև մոգության։ Դա կիմանանք միայն բյուրո 6-ի փորձագետների ժամանումից հետո, իսկ մասնագետներն արդեն ունեին իրենց նախնական բացահայտումները։ Ես Հասմիկի կառասկուպը նայեցի եւ համեմատեցի մոր կառասկուպին։ Ուզում եմ անկեղծանալ, զգացի բավականին հարցերում այրը մեղավոր է։ Մոր մեղավորությունը կա, որ ահավոր ստրես է տարել այդ աղջիկը, որը քաղաքը երկիրը փոխել է, ու մաման դեմ է կանգնել իր անձնական հարցերին։ Բավականին ընդ է, ես շատ լուրջ բաներ երևաց երկուսի կառասկուպում։ Մենք աղջկան հանդիպելու ենք։ Եթե աղջկան կհանդիպենք, ես կուզենա հենց այնտեղ ասել ու մաման կուզենայի անպայման լսել, անպայման։ Երբ որ նկարները վերցեցի, ինձ ինչ-որ էներգետիկա եկավ, որ ինչ-որ շենքի հետ, պարիսպների հետ կապված, ոնց որ պաշտպանողական ինչ-որ ռեակցիա լիներ այդ շենքի, ոնց որ բայազետ գրավեն սենց վիճակներ։ Հերբերտի տեսիլքները մեզ թերևս ոչինչ չեն հուշում։ Ինչ բերդի եւ ինչ փշալարերի մասին կարող է լինել խոսքը։ Մենք պարզապես գնում ենք Հասմիկի բնակարան։ Երբ մոտենում էինք Անահիտի բնակության վայրին, դեռ հեռվից Հերբերտը նկատեց շենքի 4 կողմից վերխոյացող բարձր պարիսպները, փշալարերով պատված։ Չէ՞ որ նա դեռ ճանապարհին կանխազգում էր, որ շենքի շրջակայքում ամեն ինչ այդքան էլ մաքուր չէ։ Այս տարածքի հետ ամեն ինչ նորմալ չի։ Ինչ-որ բան է կատարում։ Անեցքի տակ է։ Զգում եք ինչ է անում։ Զգում եք, էսի սենց բացասականով պրմա հակառակ սլակի ուղղությամբ, սենց չպետք է ալներ, որտեղ եք սենց բան տեսել։ Չէ, ես պետք է տուն գնամ, լիքը հարցեր կա, ես հիմա չեմ կարող ինչ-որ մեկնաբանություններ տալ, մայտնիկ արդեն լիքը ինձ բան ասեց։ Էքստրասենսը ոչինչ չասաց եւ շտապեց հանդիպելու Հասմիկի հետ։ Բարև ձեզ, ես Հասմիկն եմ։ Շատ ուրախ եմ։ Հերբերտը ուրախ է, որ տեսավ Հասմիկին ողջ եւ առողջ։ Ես ինչքան եմ ուրախ, որ ձեզ հենց ողջ առողջ առանց անկողն ու պարկած վիճակում տեսնում եմ։ Իմ տպավորությունները լուսանկարը տեսնելիս մի քիչ ուրիշ էին, ես կարծում էի դուք անկողային հիվանդ եք։ Ներեք։ Տառոլոք Հերբերտը ցանկացած անհասկանալ իրավիճակում մշտապես հարց է ուղղում իր մոգական քարտերին, այս անգամ ռունաներին։ Ինչ-որ մեքենա եմ տեսնում,
արագընթաց լացող մեքենա եմ տեսնում։ Այստեղ ռունաները ցույց է տալի, շատ արագընթաց ջիա ցույց տալի, դե պարզ է այսօրվա օրով ձին մեքենան է։ Էքստրասենսներն ասում են, որ տառոյի վրայի նկարները վերցված են երազներից, եւ երազներն ու քարտերի վրայի պատկերները մեզ են ներկայանում միևնույն խորհրդանշաններով։ Երազ տեսա նախորդ օրը խոշոր կենդանիների վարգով գնում էին ինչ-որ ճանապարհով, քաղաքից դուրս էլի ոնց որ, հետո թափով կանգնեցին եւ հետ եկան։ Տեսեք, այս ալգիզը շուտ տված է դուրս եկել, այսինքն այս պահին դուք բոլորովին պաշտպանված եք, շատ հակված ինչ-որ ավտովթարի հնարավոր է։ Ինքը անմիջապես բունտ խնդիրը չի, սա խնդրի հետևանքն է, ես կարծում եմ։ Հերբերտն ավելի քան վստահ է, որ Հասմիկի հետ տեղի ունեցած ավտովթարի հիմքում ուրիշ խնդիր կա, որը դեռևս բացահայտված չէ։ Բունտ խնդիրը ես տեսա դրսում, որ Պարիս պապատած ինչ-որ ձեր վիճակները չափելով, ես անգամ արդեն գնալու վրա է։ Ասացեք խնդրեմ, ինչ է կատարվել ձեր մոտ, ինչ պայքարներ է գնել, գնացել է շենքի համար։ Շենքի հետ կապված դուք ինչ եք։ Շենքի հետ ես տեսա ինչ-որ մի հատ էներգետիկ դաշտ ընկնում է բացասականի տակ եւ դեռ մնացել է, չի մաքրվել։ Ժողովուրդ, ես ինչ-որ փիս թուրքական թե հայկական մուխամի ինչ-որ Ոայ, ստված եմ։ Բաներ եմ զգում ու էդի էլի ինչ-որ անեծքի հետևանքով կարող եմ մի քիչ ճակերտները բացեիք, էդ ինչ է։ Հիմա ես ասեմ, այս շենքը ուզում էին վերցնեին եւ անընդհատ մուղամներ էին միացնում շրջակայքում, որպեսզի ժողովուրդը բուժբալ է ատուդը։ Հա։ Ինչ ասեք արել, այո, պրեսինգ են արել, հա, ու շատ էլ գեղտեմբեր է թափել, այդ ամբողջ օրը առավոտը ժամը 6-ից մինչև իրիկունա ուշ գիշեր իրանք այդ մուղամները թուրքական կան։ Տան անդամները պատմեցին, որ նրանց փորձել են զրկել բնակության վայրից։ Նպատակ իրականացնելու համար մարդկային ուղեղի սահմաններից դուրս ամեն բան արվել է, որպեսզի բնակիչները հեռանան տարածքից։ Էքստրասենս Հերբերտը վստահ է, որ Հասմիկի ավտովթարը հետևանք է շենքի տարածքում կուտակված բացասական էներգիայի։ Ըստ էքստրասենսի, Հասմիկը լինելով մաքուր եւ պարզ մարդ միանգամից իր վրա է վերցրել բացասականը եւ այս ընտանիքը այն եզակիներից է, ովքեր չեն հեռացել, մնացել եւ միջև վերջ պայքարել են իրենց տան, իրենց տարածքի համար։ Երկար ժամանակ պայքարելով իրենց բնորանի համար, շենքի բնակիչները վերջապես հանգստացան, երբ կյանքից հեռացավ այն մարդը, ով բոլորից ուզում էր վերցնել իրենց բնակարանները։ Խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասն, որովհետև ես էլի եմ այստեղ մահ տեսնում, ով որ այդ պետքա ձեր տունը ձեզանից խլեր, ըստ երևույթի այդ իր մահն է։ Մահացել է։ Մենք չենք հասկանում, թե ում մասին է խոսում Հերբերտը, ով է մահացողը կամ ինչ է կատարվել այս շենքի տարածքում։ Էքստրասենսները վստահեցնում են, որ բարի, անկեղծ մարդիկ շատ ավելի խոցելի են եւ բացասականը սպունգի պես քաշում են ներս։ Հերբերտը վստահ է, որ Հասմիկին յուրահատուկ մի ուժ պաշտպանել է ավտովթարի օրը։ Էքստրասենսը փոքր-ինչ ուսումնասիրելով Հասմիկի բնակարանը, գնաց եւ կանգ առավ պատին փակցված սրբապատկերի դիմաց եւ երկար ժամանակ կանգնած մնաց նրա առջև։ Սա ուրեմն նվեր է, ձեզ ասեմ, ու ինքը շատ լավ նվեր է, ու ես ոնց որ ասում են, склонен думать, что часть доли того, что ты спасена, она взяла на себя. Тот, кто дарил, он не знал, что это его домашний талисман. Святость из дома не выносят. Իկոնայի հրաշագործ ուժի մասին խոսվել են դարերի վեր։ Ասվում է, որ իկոնան հանդիսանում է պատուհան վերին աշխարհի հետ եւ Աստծո հետ շփվելու եղանակներից մեկն է։ Հավանաբար շատերն են լսել հրաշագործ լույսի եւ արյունահոսող սրբապատկերների մասին։ Մարդիկ հազարավոր կիլոմետրեր են անցնում, որպեսզի տեսնեն, շոշափեն հրաշագործ իկոնաները, որոնք բժշկում են անբուժելին։ Ոմանք հավատացնում են, որ իկոնան խոսել է նրանց հետ, շարժվել։ Սրբապատկերները նույնիսկ հուշումներ են տվել։ Երբ նկարահայտնվեց մեր տանը, ես տունս ինձ թվում էր ինչ որ մեկը տան մեջ ման է գալիս։ Ինձ թվում էր
տանը ինչ որ չար հոգիներ կան, այսինքն սարսափած գնացի նկարի մոտ սարսափած նայեցի եւ ամեն ինչ հանգստացա։ Երեխան էլ որ այդ վիճակի մեջ էր, ես միշտ աղոթում էի, ես աղոթել չգիտեմ, բայց իրեն հետ խոսում էի։ Հնարավոր չի իր հետ չխոսել։ Խոսում էի, ես հիմա էլ եմ խոսում իրեն հետ։ Խոսում էի եւ զգում էի, որ ինչ-որ ինքը ես խնդրել եմ, աչել եմ ասել, ինչ-որ ասել եմ իմ երեխայիս համար, կամաց իրականացել է։ Սա հրաշք է, որ Աստված կատարում է եւ մարդիկ ուրանում են երբեմն այդ հրաշքները տեսնելով։ Դու ուժեղ հավատքով աղջիկ ես։ Սա քո փորձություններից Աստված տա վերջինն է, հասկանում ես, որովհետև ինքը հավատքն էլ է, ամրությունը հավատքի փորձում է։ Դու չեր մահանա։ Սա պարզապես ինչ-որ մի հատ փուլ է անցնելու, որ դու անցել ես։ Մնաս բարով։ Առողջություն քեզ, Աստված քեզ հետ։ Դուք էլ պիտի նայեք։ Հերբերտը հեռացավ այս տնից վստահ եւ հանգիստ, քանի դեռ այդ իկոնան փակցված է Հասմիկի տան պատին, նրանց հետ ոչինչ չի պատահի, նույնիսկ հակառակը, ամեն բան կգնա միայն դեպի լավը։ Իսկ ինչ կասի հայտնատեսը, Հասմիկի հետ տեղի ունեցած ավտովթարը կհամարի զուտ պատահականություն, թե այլ պատճառներ կհայտնաբերի։ Շատ ուրախ եմ ծանոթության համար, անունս Էնա է։ Միայն մի խնդրանք ունեմ մեր կազմակերպիչներին, թե կարելի է Գուրգենին կանչենք թող գա, հա։ Մինչ Հիրոմանդ Գուրգենը կմոտենար, Էնան հանձնառավ տան տարածքը ուսումնասիրելու։ Եթե կարելի է Հասմիկի հետ մի որոշ ժամանակ մենակ մնանք, ես ու Գուրգենը կներեք, եթե կարելի է ու Ես ավելի ճիշտ եմ։ Երբ տան անդամները հեռացան հյուրասենյակից, Էնան Հասմիկից շաքար խնդրեց։ Նախ խնդրում եմ մի հատ շաքար, եթե տանը ունեք ինչ-որ ինձ մոտ լինի, հա, նախքան սկսելը, շաքար ունեք։ Դուք պետք է մահանայիք Հասմիկ ջան, բայց դուք հիմա ոնց որ վերածնված լինեք, այսինքն այն վիճակը, որ հիմա ես տեսնում եմ ձեր մոտ, աննկարագրելի է ուղղակի։ Դուք ոնց որ մոխրից, հա, այսպես ասեմ, վերածնվել եք։ Հասմիկի հետ տեղի ունեցածը Էնայի կարծիքով զուտ պատահականություն չէ, եւ նա հանձնառավ հատուկ ծիսակարգի օգնությամբ գտնել այն հարցերի պատասխանները, որոնք վաղուց էին տանջում են այս տան բնակիչներին։ Ջուր, Գուրգեն ջուր բեր։ Վարկյան, ջուր խնդրեմ ծորնուղը։ Հասմիկ։ Դուք խեղդվում եք, ոնց եք խեղդվում։ Ինչ խնդիր կա, դուք նորմալ եք խոսում, ավետարից հետո ինչ-որ վիրահատություն, դուք տարիների ընթացքում, դուք ես ոնց կամքի ուժ ունեք, ես չգիտեմ։ Դուք վերականգնել եք ձեր մարմինը, դուք… Հասմիկը հուզմունքից հենց այդ պահին կորցրեց խոսելու ունակությունը։ Այդ ինչպես հաջողվեց հայտնատեսին զգալ վերապրել այն ամենը, ինչի միջով Հասմիկը ստիպված է եղել անցնել տարիներ առաջ։ Սարսափելի ավտովթարից Հասմիկի կոկորդը վնասվել էր եւ նա կորցրել էր խոսելու ունակությունը։ Հասմիկի կոկորդում տեղակայված հատուկ սարքը թույլ է տվել նրան 6 ամիս շարունակ միայն շշուկով խոսել։ Հայտնատեսին հատուկ ծիսակարգերը պատասխաններ չստացած հարցերի միակ բանալին է։ Մի բան եմ ուզում ձեզ ասել։ Այն ինչ որ կատարվեց իմ հետ, ու այն զգացողությունները, որ ես ապրում եմ, այդ ապրում եմ ձեր զգացողությունները։ Գլոբալ փոփոխություն թե կյանքում, թե ձեր հոգեվիճակը։ Դուք միանգամից, հա, այն ինչ որ սիրել եք, սկսել եք չսիրել, այն ինչ որ չեք սիրել, սկսել եք սիրել։
Չեմ հասկանում, ինչի համար եք դուք անընդհատ հագնում կարմիր գույնը, չէ՞ որ դուք չեք սիրում։ Ձեր սիրած գույնը կանաչն է, իսեր աստծո հագեք այդ կանաչ գույնը։ Ինչի համար։ Կան ինչ-որ խոսքեր, որ այսինքն կարմիր գույնը բերում է գումար։ Ձեր նախկին կյանքը կապված է ամբողջ գումարի հետ։ Ձեր հոգեվիճակը այսենց քարացել է այդ փողի պատճառով։ Դուք հիմա ձեր հոգևորը ավելի եք զարգացրել, ձեր հիմա ամբողջ մարմինն է փոխվել, ձեր դիմագծերն են փոխվել, շատ գեղեցիկ եք, շատ ավելի լավն եք, քան առաջ, ձեր աչքերի փայլը, ամեն ինչ փոխվել է, ապրեք նենց ու դուք ես վստահ եմ, որ շատ ավելի ուժ ունեք։ Դուք մտածում եք, որ ձեր ավտովթարի դեպքը ինչ որ թուղթուգրի հետ է կապված, բայց ես հստակ ասում եմ ձեզ ու ես ձեզ պարտադրում եմ հավատալ իմ խոսքին։ Ոչ մի թուղթուգիր չկա անձամբ ձեր վրա։ Էնան վստահ է, որ Հասմիկի հետ կատարվածը կապ չունի թուղթ ու գիրասված մոգության հետ, ապա այդ դեպքում ինչի հետ է կապված այս առեղծվածը։ Այստեղ մի հատ ուրիշ մի հատ պատմություն է, որը որ գալիս է կարմայի գործոնի հետ է կապված։ Այստեղ ես ձեր տատիկին եմ տեսնում, ձեր մորն եմ տեսնում, ձեր մայրը։ Ձեր մայրը չոքած, երբ որ ձեր հետ այդ դեպքը պատահել է, չոքած աղոթում է, որ ձեր հետ ամեն ինչ լավ լինի։ Տիկին Անահիտին կանչեք, խնդրում եմ։ Անահիտը Էնայի ցանկությամբ եկավ հյուրասենյակ, սակայն Էնայի ուշադրությունը գրավեց տան անկյունում տեղադրված կոմոդը։ Ինձ հետաքրքիր է, ինչ-որ այս տարածքում ինչ-որ բան եմ ուզում։ Դուք ինձ ինչ-որ մեկ նկար կտաք, Հասմիկ։ Ձեր նախքան ավտովթարը խնդրում եմ մեկ նկար, եթե կարելի է։ Դուք ամուսնացած եք։ Իսկ ես մտածում եմ, որ դուք մենակ եք, հետաքրքիր է։ Դուք հիմա մենակ եք։ Դուք չունեք զուգընկեր ձեր կողքին։ Սա ձեր ամուսինն է, որը որ ինչքան է ձեզ սիրում, այստեղ ինքը ձեզ այնքան է սիրում, հետաքրքիր է, բայց ինքը կանանց չի սիրում հիմա։ Ինքը շատ կնատյաց տղամարդ է ու այստեղ շատ բարձ երևում է, որ այս տղամարդը հետաքրքիր է, ինքը հիմա ինքան է տանջվում, շատ գիշերները ես տեսնում եմ ինքը անդադ խփում է պատին, այսինքն ձեն է գալիս բարձր, ինքը գոռում է, անդադ ուզում է գնա ինչ-որ տեղ, ինքը ինչ-որ ուրիշ տեղ է ուզում գնա, ուրիշ երկիր, ինքը հակված է, ինչ-որ ուրիշ երկիր եմ տեսնում, ուրախություն, փիղ փղեր կան ստեղ, ինքը շատ մեծ կենթանիներին է ու այդտեղ ինքը տեսնում է իր փրկությունը հոգևոր, բայց հետաքրքիր է այդ իր մեջ սերմանվել է ժամանակի ընթացքում, ասեմ ձեզ, իր հայրը Հասկու ուրիշ մարդ։ Չէ, իր հայրը։ Գիտեք, մահացել շատ է կապված եղել իր հոր հետ, ես լսում եմ ինքը անդադ ուզում է գնա իր հոր մոտ։ Ասում է պապ ջան, տար ինձ քո մոտ։ Ինքը կորցրել է, Հասմիկ ջան, քեզ կորցրել է, չեմ ուզում ձեզով դիմեմ, մտնում եմ ձեր անձնական տարածք։ Ինքը քեզ կորցրել է, երբ որ դու վթարի ես ենթարկվել։ Ինքը կորցրել է իր հորը։ Իր համար դուք երկուսդ մահացած եք։ Հասմիկը ոչինչ չէր ասում։ Նա խոսելու ունակությունը կորցրած միայն գլխով էր անում, հայտնատեսի ամեն բացահայտում հաստատում։ Մենք չգիտենք որքանով կապ ունի փղերով երկիրը Հասմիկի ամուսնու հետ։ Հասմիկը ոչինչ չի պարզաբանում, սակայն նրա փայլող աչքերը ամեն ինչ հաստատում են։ Միայն նկարահանումից հետո Հասմիկը մեզ պատմեց, որ իր նախկին ամուսինը իսկապես բազմիցս մեկնել է Տիբետ և պատրաստվում է ընդմիշտ բնակություն հաստատելով այնտեղ դառնալ վանական։ Այդ մասին ոչ ոք չգիտեր, միայն Հասմիկը, ով երբեք ոչ մեկի հետ չի խոսել այդ թեմայով։ Էնան խորհուրդ տվեց Հասմիկին մոռանալ նախկին ամուսնուն, ապրել նոր կյանքով։ Նա վստահ է, որ այդ տղամարդը չի վերադառնալու։ Նա ընտրել է իր ուղին և որ իր ընտրած ճանապարհը այս պարագայում ամենաճիշտն է։ Դու ուղղակի բաց թող իրեն, թող ինքը գնա։ Նկատելով Անահիտին, խոսքը կիսատ թողնելով, Էնան մոտեցավ նրան։ Սովոր ձեր ճակատի խաչանում, արյունով, փոքր եք, փոքր երեխա եք, ինչ-որ կիսաքանդ հիվանդանոց, եկեղեցի, քարեր, ինչ են արել ձեր հետ, տարիքով կինա, տիկին Անահիտ, հավատքի կինա, ինքը ձեր ճակատին արյուն ա քսում, ախր տենց բան չեն անում,
Արյունը չենք զում ճակատին։ Էնայի խոսքերը բացահայտում էին շատ հայերիս համար։ Մեզնից շատերի ճակատին են խաչ արել արյունով փոքր ժամանակ։ Եթե հետևենք հայտնատեսի խոսքերին, ապա արյունով արված խաչի արարողակարգը սահմանափակում է հաջողությունների և մեծ խոչընդոտ լիարժեք ճակատագրի կերտման։ Սակայն Էնայի կարծիքով Հասմիկի հետ միջադեպը կապ ունի նաև անեծքի հետ։ Իսկ ում անեծքը, ով է անիծել այս հաշտ ու գեղեցիկ ընտանիքին։ Ձեր կեսուրն է։ Ինքը անիծում էր բոլորին։ Ինքը բոլորին անիծում էր, ում տեսնում էր։ Ու դուք մեղավոր չեք։ Տատիկի մասին մեզ ոչինչ չպատմեցին։ Տան անդամները միայն գլխով հաստատեցին հայտնատեսի խոսքերը։ Այդ անեծքը, որը որ կա, հա, որ ասեցի կարմա, ես հիմա հասկանում եմ, թե ինչ է այդ։ Դուք ձեր տատիկի զոհն եք ուղղակի, ձեր տատիկի անեծքի զոհն։ Ես շատ կուզեմ ուղղակի դուք բաց թողնեք, հանգիստ թողնեք, այս իրավիճակը, հա, այնպես ինչպես որ գնում, շատ ճիշտ է գնում։ Միայն մի բան կա, որ խանգարում է։ Ձեր կապը Հասմիկ ջան, մոտ եկեք, խնդրում եմ։ Խնդրում եմ կաղախեք ձեր օղը, ես հենց ես վերադարձնում եմ, այլևս։ Ես շատ կուզեմ դուք մոռանաք ձեր ամուսնու նախկին։ Դուք անընդհատ մտքով կապված եք այդ տղամարդու հետ ու դուք կարծում եք, որ պետք է միանա կամ չգիտեմ, ինչ որ այսպիսի միացում եք կարծում, բայց դուք շատ հոգևոր, շատ լավ ընկերներ եք, բայց մոռացեք սեռական հարաբերություն, մոռացեք ընդհանրապես որևէ ուրիշ կապ։ Էնան հասկանալով, որ Հասմիկը միևնույն է չի ուզում մոռանալ իր կյանքի միակ տղամարդուն, իր նախկին ամուսնուն, առաջարկեց հանդիպել նրան։ Հասմիկը ուրախությամբ համաձայնեց։ Մենք փորձեցինք կապ հաստատել այդ տղամարդու հետ, սակայն հանդիպել մեզ հետ նա չցանկացավ։ Բայց եթե ամուսինը չցանկացավ ֆիզիկապես հանդիպել Հասմիկին, ապա էզոթերիկ Գուրգենի օգնությամբ տելեպաթիկ կապով Հասմիկը ամուսնուն կհանդիպի մտքով։ Գուցե այս եղանակով Հասմիկը տեսնի նրան և ստանա իր հարցերի պատասխանները։ Հիմա հիշում եք իրան, ցանկանում եք որ գամ։ Ինչպես ինքը կցանկանա։ Տեսնենք միասին։ Կանգնեք։ Խնդրեմ օգնությունները հանեք։ Անթարթ նայեք ինչ-որ կետի։ Գուրգեն Հովանիսյանը առաջին անգամ բոլորի աչքի առաջ կհաստատի աստրալ կապ Հասմիկի և իր նախկին ամուսնու միջև։ Այս աշխարհից կտրվում եք հենց հիմա։ Չենք դարձում։ Այմա փակեք։ Գնում ենք դեպի իր մոտ։ Իրան պատկերացնում եք հիմա։ Մոտավորապես պատկերացրեք ինչպես ձեր կողքը կանգնած է, հեռու, մոտավորապես մի 3-4 մետրի վրա։ Պատկերացրեք այնքան, մինչև որ լրիվ կարողանաք վիզուալիզացնել։ Ստացվեց։ Ավելի լավ պատկերացրեք, հիշում եք, չէ՞ իրան։ Բերեք։ Պատկերը բերեք այստեղ։ Պատկերացրեք ձեր աչքի առաջ կանգնած է ինքը։ Հիմա կգա։ Կարող եք հարց տալ մտովի իրան։ Փոքրիկ մի բացեք աչքերը։ Ստեղա ներկայությունը զգում եք։ Զգում եք Հասմիկ։ Չէ՞։ Աստեղ լավ։ Հասմիկը չզգաց ամուսնու ներկայությունը։ Էզոթերիկը հենց նման պատասխան էլ ակնկալում էր Հասմիկից։ Ձեր զգայական դաշտում ինքը վաղուց արդեն չկա։ Դուք ուղղակի հիշում եք իր մասին։ Ու բավական աղոտ։ Ես էլ չտեսա։ Ես իրախ դապարտում իրան։ Այն որ ինքը ինձ այս անդադ իմ բողքին է եղել, ինձ մտածրել է, ոնց որ ուզում այդ բարձր անտամ, իրան հանգստություն եմ ուզում։ Էզոթերիկը Հասմիկի հետ միջադեպը համարեց ինչ-որ ցավից, խնդրից ազատվելու պատճառ։ Նա վստահ է, որ Հասմիկի կյանքը վթարից հետո կսկսի կարգավորվել, եթե միայն նա ընդմիշտ իր ենթագիտակցությունից հանի նախկին ամուսնուն։ Ձեր սրտում ինքը չկա։ Հա, երախտագիտությունը կա, հիշողությունը կա, ընդհանրապես հիշողությունը կա։ Խնդիրները, այդ երկար հուզումները, որ անդադ պահել եք, անդադ չեք կարողացել արտահայտվել, արդեն դուրս են եկել, ցավով են դուրս եկել։ Ձեզ չեն խեղդել։ Հիմա ուղղակի վայելեք ձեզ,
Գուրգենի հետ հանդիպումից հետո Հասմիկը թեթևացած էր։ Նա իր բոլոր հարցերի պատասխանները գտավ Գուրգենի հետ խոսելիս։ Նա գիտի, որ էզոթերիկը միայն ճշմարտությունն ասաց։ Շատ լավ կլինի ամեն ինչ։ Եթե էքստասենսները Հասմիկի հետ կատարվածը կապեցին միստիկայի, անեծքի կամ կարմայի հետ, ապա ինչի հետ կկապի աստղաբանը։ Ես չեմ ուզում նամ թուղթուգիր, կախարդություն, դրանք իմ աշխատանքները չեն, ես չեմ ասում չկա թուղթուգիր, ինքը գոյություն ունի, լավ են անում են, լավ էլ ազդում են։ Ուղղակի մարդու հավատք այնքան ուժեղ պետք է լինի, որ դրանք ամենը փչվի։ Եվ մի բան էլ իմացեք, եթե հանկարծ գտնում եք գիր ինչ որտեղից դուք միամիտ նշանակում անողն անգրագետ կամ եք ուժը կորցրել արդեն։ Ուշադրություն չպետք է դարձնեք։ Ես այստեղ չեմ տեսնում այդպես բաներ Չենք էլ փնտրել։ ու չկա էլ այնտեղ։ Լյուսյան նույնպես Հասմիկի հետ պատահածի ու թուղթ ու գրի հետ կապ չտեսավ։ Չենք մտածում ոչ մի կախարդություն, չենք մտածում ոչ մի թուղթուգիր։ Այսինքն չկա դες բաները։ Ես չեմ տեսնում, ըստ այդպես բան չկա, մամայի կողմից երևաց, իր ընտանիքից ամենցքների բաներ երևաց ուղղակի։ Իսկ դու ընտանիք պետք է ստեղծես հենց այս տարվանից։ Դու պետք է ամուսնանաս ու երեխա ունենաս։ Դու պետք է մայր լինես, որտեղ այդ իրավունքը քեզ տրված է։ Աստղաբանը գտնում է եւ ճիշտ համարում, որ Հասմիկը մոռանալով նախկին ամուսնուն սկսի նոր կյանք եւ կազմի նոր ընտանիք։ Իսկ ինչ ամուսնուդ վերաբերվում ասա։ Ասա, սաղ ասա։ Արդեն այդ ամուսնու հետ կապված ծրագիրն էլ վերջացավ։ Ուզում ես դու իր հետ միանաս։ Հա։ Ամուսնուդ կառասկոպը ես մամայից իմացա։ Մամայից իմացա դրսում ճշտեցի ու նայեցի տեսա, որ ախր ո՞նց ասեմ։ Հենց այդպես ասա։ Ինքը գիտի ինչ։ Ինքը գիտի, Հասմիկը գիտի։ Սաղ աշխարհն իմանա, որ իրա մարդը։ Դու գիտեի Հասմիկ։ Իհարկե։ Կասկածում էի։ Մի կասկածի, տենց է դա։ Ինքը շատ բարի տղա է։ Իրան կարմիչեսկով պետք է իրար հանդիպեն։ Երկուսի լունոզելները գտնում է կշեռքում, այսինքն իրանք միանշանակ հանդիպելու են։ Իսկ այդ վթարը քեզ մոտ կար։ Եվ 0 գրադուս է, 0-ն նշանակում է, Մարսը 0 գրադուս լևում է, դա նշանակում է դու ընդհանրապես կյանքում պետք է շատ զգուշ լինես ավտովթարներից։ Այդ հիշի միշտ բրծել էլ չի լինելու ոչ մի բան։ Հա, երևում է, որ կա իր մոտ էմոցիաները շատ են, հետո պապայի հետ էլ պրոբլեմ կա, որտեղ մեջքի տախտևողն է, շարի արդեն տալիս է սառնություն, եւ ֆիզիկապես եմ ասում, եւ հոգեպես եմ դա ասում։ Նաև ինձ այնց բաժանվել է այն, որ դու ուզում էիր երեխա ունենալ, այ գնա ուրիշի թիմի էլ անդադ ասում է, գնա ուրիշի հետ ամուսնացի երեխա ունեցի։ Չեմ ուզում ես երեխա, ես իրան եմ ուզում, ինքն եմ երեխան։ Վերջին անգամ քեզ ասում եմ։ Հորոսկոպը նայեցի, իր մոտ կրկնողություն չկա։ Ձեր հարաբերությունների հարցում։ Քեզ մոտ կրկնողությունը կա։ Մամա, պապա շատ խնդրում են, մի խառնվեք, որտեղ դուք արդեն այտենց մի ասա։ Մի խառնվեք, ինքը լիրավ առողջ որպես կին ու կարող է երեխա ունենալ։ Եթե ինքը որոշել է իր երեխան է, ուրեմն իրան կուրս կտաս կկերակրես։ Երեխա ստեղծելու համար պետք է սիրել։ Մինչև 28 տարեկանը ես ոչ մեկին չէի գտնում։ Վերջապես այն մեկին գտա։ Հիմա որտեղ ես։ Երկու ամսվա մեջ մեկին անագարակ ճարեմ, հա։ Շատ ինադով չկես, ահա որ ինադուն ես, համար ես դու։ Դու համար ես։ Քեզ ճակատագիրը տվեց էր հարվածը, որ դու գնաս գաս։ Գնացիր եկար։ Հիմա դու նորից ուզում ես նույն սխալը գործես։ Հասմիկի ավտովթարի վերուստահազանգ էր, որ նա թողնի, հեռանա ամուսնուց։ Հասմիկը պետք է մայրանա։ Լյուսյան երկար բացատրեց։ Աստղերի, մոլորակների դիրքով ուղղորդվելով ասեց, որ նրանց հարաբերությունները այլևս անցյալում են, որ Հասմիկը վերջնականապես մոռանա նախկին ամուսնուն, սակայն Հասմիկն այդպես էլ չհասկացա, որ ֆիզիկապես ամուսնուն թողնելուց բացի պետք է նրան իր մտքերից եւ հոգուց էլ բաց թողնի, նորը իր կյանք մտցնելու համար։
ինքում հետ էլ ամուսնանալը տենց կլներ, դուք ես երբեք չմեղադրես, որտեղ իրան Մարսը գտնվում է ձկան մեջ, նշանակում ընտրության մեջ շտապողականություն, նաև ֆինանսներում էլ ենք այդպես պրոբլեմներ, չեմ կարող ասեմ մեծ ինչ-որ ու պապայի դերն էլ կա իր մոտ, պապան իր մեջքն էլ ողնաշարի պրոբլեմ կա ոնց որ քեզ մոտ, էլ մենակություն, զգացողություն, այս տղայի միակ բանը մանաստիր գնալն է։ Իրան տան հոգևոր աշխարհ, որտեղ իրան մոտ դա է ցույց տալի, որ ինքը կմտնի հոգևոր աշխարհ։ Աստղաբանը բազում բացահայտումներ արեց, որոնց մասին գիտեին եւ նոր իմացան Հասմիկն ու իր ծնողները, սակայն էթիկետի կանոններից ելնելով մենք այդ տեղեկությունը չենք հրապարակի։ Քո սխալը անցյալը քչփորելն է։ Երբեք անցյալ չքչփորես։ Հենց քչփորեցի մտնալու ես տամոքսիդ մեջ։ Իսկ դա քեզ ցավատալու արդեն։ Լյուսիայի հեռանալուց հետո դեռ երկար ժամանակ պահանջվեց, որ այս ընտանիքի անդամները ուշքի գան։ Լյուսիան հավատաց եւ հավատացրեց, որ Հասմիկի հետ կատարվածը կապ չուներ կախարդության հետ, այլ նախախնամություն էր, եւ որ ոչ մի կերպ Հասմիկը չէր խուսափի այդ վթարից։ Ժամանակ անց հետևելով Հասմիկի կյանքին եւ գործունեությանը տեղեկացանք, որ նա Հայաստանում հիմնել է հայ-ճապոնական կազմակերպություն։ Նրա ապակինումը նոր առավել լուսավոր փուլում է։ Նախկին ամուսնու հետ հարաբերությունները վերականգնվել են, սակայն միայն ընկերական։ Հասմիկն այլևս հաշտվել է այն մտքին, որ իր կյանք պետք է ներս թողնի ուրիշ տղամարդու։ Նա նախկինի պես ապրում եւ վայելում է իր նոր ու առավել լուսավոր կյանքը։ Նա շնորհակալ է բյուրովեցի էքստասենսներին, որ նրան շնորհիվ այժմ ազատ է թե ինքը, թե իր ամուսինը, եւ հաղթահարելով կյանքի անսպասելի հարվածը, նա շարունակում է ապրել ու վայելել եւ իր օրինակով ապացուցել բոլորին, որ կյանքը շարունակվում է։ Որ տեսեք, իմ օրինակը, եթե այս փխրուն կենթանին կարողացել է վերականգնվել, դուք էլ պայքարեք եւ կարողանաք վերականգնել։ Ոչինչ անհնարին չէ, ամեն ինչ կարելի է հաղթահարել։ Բյուրո 6-ի մասնագետները կարծում են, որ լավ աշխատեցին։ Եթե ունեք խնդիր, ապա դիմեք մեզ, եւ մեր մասնագետները սիրով կօգնեն ձեզ։